Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան և TikTok-յան հետևորդներ, այսօր բավականին շատ հետաքրքիր լեկցիա է լինելու, կարող եք հավաքվել, թվաբանության և մոգության հետ է կապված լինելու աշխատանքը այսօրվա, շատ մարդիկ շատ հարցի պատասխաններ այսօր պետք է ստանան, որովհետև խոսքի օրինակ, եթե մոգության հետ է կապված, մոգության չէ, ասենք թե կախարդության, վհուկության հետ է կապված, ինչ-որ, այսինքն կախարդությունով, վհուկությունով զբաղվում են այն մարդիկ, ովքեր զբաղվում են թուղթուգրերով, սենց ասեմ, դա էլ է թուղթուգիր, երբ որ դու ասում ես, խոսքի օրինակ դիմել ես, ասում ես զույգերը խոսքի լավ են իրար հետ, բայց ինչ-որ մի բան ոնց որ սառեցնի, կարակը նենց անեք խոսքի օրինակ, դիմում են կախարդներին, վհուկներին, որ մի փոքր հարաբերություններն ավելի լավանա, ասեն, որ հաստատ չի լավանա, որովհետև են ոնց կր լավ էր, դրանից հետո կարող է նկատած լինեք ամեն ինչ փլուզվում է, կամ դիմում եք սիրո աշխատանքներ տանեն, փլուզվում է։ Նախ ուզում եմ հիմա մի հատ էքսպերիմենտ տանել ձեր աչքի դեմ, այսպես ժիվոյ, որ տեսնեք։ Երեկ ես արել եմ երկու հատ այդպիսի հետաքրքիր աշխատանք, հիմա ուզում եմ սենց կենթանի, այսպես էլ տեսնեք, մենք պետք է գտնենք ղարի դաման, ղարի դաման դա որն է, դա նայա, որը որ ցույց է տալիս, որ դու ունես այս ուժերը։ Գնացինք, հիմա ես խառնում եմ ձեր դեմ, և ես պետք է գտնեմ ղարի դաման, չգիտեմ ինչու ես մտածում եմ, որ հենց ղարի դաման եմ ես գտել, նայենք տեսնենք ինչքանով եմ ես ճիշտ, այստեղ 7-ն է, ղարի դամանը, այո, իսկ հիմա անցնենք առաջ, իրական մասնագետները սենց պետք է աշխատեն առանց որևէ կասկածի, որովհետև եթե դու մասնագետ ես, դու պետք է քո վրա բավականին սենց վստահ աշխատես, սկսենք դրանից։ Իսկ հիմա ես ուզում եմ մի փոքր ձեզ շատ հետաքրքիր ինֆորմացիաներ տալ, ովքեր որ ընկնում են լիարվերի կերն են դառնում, հետո չեն հասկանում ինչ է կատարվում իրենց հետ։ Նայեք, ում որ դուք դիմում եք այդ խաբե բաներին, սա իրանց էլ է վերաբերվում, որպեսզի լսեն իրանց գործերը խիչի լինում, նախ ձեզ տրված չի, մեկ, երկրորդը, դուք անգամ աստղաբանությունից այնքան հեռու մարդեք գիտելիք չունեք, որ չեք մտածում, ասենք թե Վեներա մոլորակը մարդ ընդհանրապես եմ ասում, որպեսզի սրանց տեղ հասնի։ Մարդ եթե չունի գիտելիք դիմում եք, ինքը այս ամեն ինչից տեղյակ չի, ուրեմն ինքը ոնց կարա լինի մասնագետ, ուզեիք, չուզեիք, սիրո համար եք, դիմել Վեներան է, երբ որ Վեներան շուր եկած է լինում, հետընթաց, հակառակ կողմը, չի կարա այդ մարդու աշխատանքները նստի, որպեսզի խոսքի օրինակ, թուղթուգիրը իրա կատարվի, ինչ նկատի ունեմ, մեր հայերը տենց են չէ ընդունել, թուղթուգիր, սիրային պրիվարոտ են դրան ասում, այլ ոչ թե թուղթուգիր, երբ մարդը, որ այդպիսի գործեր է անում, ինքը պետք է հասկանա, որ ռետրոյի մասին եմ ես խոսում, այսինքն, եթե Վեներան ռետրոյա, դուք ոնց եք բռնումը տենց գործեր անում, հարց ձեզ, բնական, սիրո ոչ մի աշխատանք չի նստի ձեր մոտ, խոսքի օրինակ ուզում եք տեղափոխվեք, բնակարանը ձեր վաճառեք տեղափոխվեք, դիմում եք այտենց տուպոյներին, Մերկուրին ռետրոգրադ է, դուք ոնց եք ուզում, որ դուք տեղափոխվեք, բնականա չեք տեղափոխվելու ու ավելի վատ է լինելու ձեր համար։ Սա ձեզ միայն կարող են սենց ճիշտ ինֆորմացիա տալ ճիշտ մասնագետները։ Ասենք թե
Վեներան չի Մարսն է, ուզում եք ինչ-որ կապ քանդեք, հա, դա անում են նախ, մարող լուսնի ժամանակ երկրորդը, եթե Մարսը ռետրոյա, դուք չեք կարող այդ կապը քանդել, սառեցնել եւ այլն։ Հասարակ լոգիկայով, տրամաբանությամբ, գիտելիք հաջորդը։ Տարբեր եմ ասում, որպեսզի շատերը հասկանան։ Եթե խոսքի օրինակ ուզում ես մեկին պատժես, Սատուրնը ռետրոյա, դու ոնց կարաս այդ մեկին պատժես։ Հասարակ բան։ Իհարկե չես կարող անել, որովհետև նախ առաջինը տգետես գիտելիք չունես, երկրորդը սկի չես հասկանում ռետրո Սատուրնը ինչա, ռետրո Մերկուրին ինչա, հա, եւ չգիտես անգամ բնական արդեն ձեզ պարզ պետքա լինի, որ այս մարդիկ լուսնային փուլերով չեն աշխատում, այսինքն չունեն գիտելիք։ Սկսեմ դրանից։ Դրա համար նույնը մաքրումներն է, եթե մոլորակներ կան ռետրոյա լինում, նաև մաքրումները կարողա չնստեն։ Իսկ դուք սրանից շատ հեռու եք։ Այդ թե ինչի համար ձեր, երբ որ դուք դիմում եք այտենց մասնագետներին, ընկնում եք այդպիսի մարդկանց թակարդը, որոնք անգամ չգիտեն, որ մարդու նատալ քարտում ռետրոգրադ, հա, այսինքն Վեներան չի նպաստում, ռետրոգրադա, պահում է իրավիճակը, չի թողնում, չի էլ թողնի, որպեսզի այդ մարդու մոտ այդ գործը լինի։ Մարդիկ սրանից չեն հասկանում։ Իսկ հիմա ուզում եմ անցնեմ թվագիտության։ Ովքեր ծնվել են 09-րդ ամիս, թող այստեղ ինձ գրեն, շատ հետաքրքիր ինֆո եմ տալու, որը ձեզ կհետաքրքրի։ Սա ձեր ցեղի հետ է կապված նախկինում, թե, հա, հենց այնպես չի, որ դուք ծնվել եք այս թվի վրա 09-րդ ամիս, սա կույսերին է վերաբերվում։ 09 գրեք ընդհանրապես կույսերը մի բան պետք է իմանան, որ ձեր հողը բավականին ծանր հող է, հա, հողի տարերքը, հենց այնց բաներ ես չեմ ասում, քիչ անց բացի այս թվագիտությունը էլի կանցնենք աստրոլոգիայի հետ կապված էլի բաներ կա, որ պետք է ասեմ, ինչը ձեզ կարող է զարմացնի։ 05 չեմ ասել, ես այստեղ որևիցե մեկը գրի, միայն ասել եմ 09, եւ երբ որ մարդիկ ինձ դիմում են, ես այնպիսի հետաքրքիր հաշվարկներ եմ անում, որ մազները բիզ-բիզ է կանգնում։ Ես կխնդրեի գրեիք, ուրեմն, ովքեր ծնվել են 09-րդ ամսին, սա փակ, հա, սեմինարի տիպի բան է, լեկցիա է, իսկ ովքեր որ հետագայում դիմում են ինձ, արդեն գիտեն, թե ինչպես ուղղեն իրենց, հա, կարման, տոհմի ցեղի սխալները։ Դրա համար կարող եք իմ աշխատանքներն իհարկե վճարովի է, կարող եք դիմել իմ WhatsApp-ի կոնտակտին +374 93 40 45 37 կոնտակտին։ Միայն մեկ բան, ցտեսություն, այդ ինչ կասեմ։ Անցանք առաջ, ովքեր ծնվել են ուրև, սեպտեմբեր 09-րդ ամիս, դուք ձեր ցեղի մեջ հնարավոր է նայեք, ուրեմն փոքր ժամանակ, հա, ձեր ծնողները, ընդհանրապես դուք պետք է ընդունեք ծառայությունը, սենց մի քիչ կոպիտ եմ ասում, որ հասկանաք։ Շատ մարդկանց մեջ այստեղ ձեր ցեղում հնարավոր է եղել են ծխողներ, ինչ-որ բաներից կախվածություն ունեցողներ, խոսքի օրինակ, ալկոհոլ, խաղամոլություն, հա, նարկոտիկ, նաև կարող է եղել են ինչ-որ մահեր, գաղտնիքների հետ աստեղ կապված, այսինքն գաղտնիքների հետ էլ ասա, այս ամեն ինչը կախված, որ ես ուզում եմ, որպեսզի դուք իմանաք։ Շատ խորը զգայության ստեղ մարդիկ են, 09-րդ ամսի ծնված մարդիկ,
Ստեղ ձեր ցեղի հետ կապված տարօրինակ մահեր, կորուստներ խոսքի կարող ա ունենայիք, հա։ Նաև կարող ա ձեր ցեղում եղել ա շատ աբորտներ, ինչի մասին միգուցե դուք չգիտեիք, տեղյակ չէիք, որովհետև սա շատ ա լինում ձեր ցեղում, ովքեր ծնվել են 09-րդ ամսում։ Ես մի խորհուրդ եմ տալիս, ովքեր ծնվել են 09-րդ ամսին։ Ինչը կապ ունի էզոթերիկայի հետ, դուք պետքա բացահայտեք, դա ձեր տաղանդն է։ Միգուցե ձեր ցեղի մեջ եղել են տաղանդավոր մարդիկ, որ այդպես էլ փակ ա եղել, դուք այդ մասին չեք իմացել, հա։ Ինչը կապ ունի էզոթերիկայի, միստիկայի, տարոքարտերի, ուրեմն էլ ինչի, աստղաբանության, հա, աստվածային, առասպելական, պատմություն, հա, բոլորը ակուլտիզմի եւ էզոթերիկայի հետ ա եղել։ Ես ուզում եմ, որպեսզի դուք դա բացահայտեք, որովհետեւ դուք պետք է դա բացահայտեք ձեզ մեջ։ Ձեր ցեղի տաղանդներն ան, որպեսզի դուք հետագայում պետք է իմանաք, որ եկել եք ծառայելու մարդկանց։ Այդ դրա համար հետաքրքրվեք։ Սա պլյուսն է լինելու ձեր, որպեսզի դուք կարողանաք այս ամենը հասկանաք, մի րոպե ստեղ ինձ ոչ մեկ չգրի, հարցեր չուղի, սենց կլինի, անենց կլինի, որովհետև ես կարծում եմ թուրքերեն չեմ խոսում, հայերեն եմ խոսում և ով էլ գրի մեկ է ես չեմ պատասխանելու, որովհետև ես խոսում եմ հայերեն, որ 09-րդ ամիսը, ովքեր կույսեր են, դուք ինչ պետք է անեք։ Սա այդ գաղափարների տեղը չի, հա, սա 4G էներգիան է, որտեղ կա սեր, խաղաղություն, ներդաշնակություն։ Իսկ տուպոյների համար դրա համար տեղ կա, կարող եք գնալ այն մարդկանց, որ ավտոմատ արդեն դուք սովորել եք, հենց մտնում եք այտենց բան եք գրում, սա այդ տեղը չի, անցանք առաջ, և ես յուրաքանչյուրին այստեղ սև ցուցակ եմ գցելու, անցանք առաջ։ Ինչպես դուք պետք է կարողանաք բուժել մարդկանց, դուք պետք է բացեք ձեր ցեղի տաղանդները և ծառայեք մարդկանց, իմ խորհուրդը ձեզ։ Եվ մի հետաքրքիր բան կա, որ դուք պետք է դադարեք զոհ լինելուց և դառնաք մարդկանց ծառայելով լույս, սա դրական վիբրացիան է, այլ ոչ թե միշտ զոհի դերում լինեք, վազեք օգնեք, եթե ձեզ չեն խնդրում, ինչու եք վազում օգնում, հա, մի բան էլ, միշտ ակցենտը դրեք ֆինանսի վրա, սա էլ է կարևոր ձեր համար, որովհետև երբ որ դուք ձեզ չեն խնդրում, վազում եք օգնելու, դուք վերցնում եք ուրիշի ծանր կարման ձեր վրա, իսկ դա սխալ է, հետո ձեր կյանքում կարող են շատ վատ, հա, ընտանիքում կամ փոփոխություններ լինել, հետո կկանգնեք կասեք, յա, այս ինչի համար, որ մեղքիս համար, ես բոլորին լավություն եմ արել, բա քեզով ասում, անվճար դու որևիցե մեկին լավություն անես կամ, եթե քեզ չեն խնդրել, դու ինչու ես լավություն անում, օգնում, այսպիսի հարցեր կա, կոնտակտդ որն է, պետք է դու օգնես մյուսներին ցեղային հարցերը, տրավմաները բուժելու, բայց երբ որ քեզ դիմում են, նաև քո ցեղին դու պետք է օգնես, թե հայրական, թե մայրական, որ այդ տրավմաները բուժվի հետագայում։ Օրինակ երեքների մոտ մի քիչ ուրիշ է, երեքները իմն է, 03-րդ ամիս, որը ինձ գալիս է մայրական, իրանց մոտ այսպիսի մի հետաքրքիր բան կա, ստեղծագործության, երաժշտության, սենց միջոցով, կապի հաղորդակցության և այլը, դա լրիվ ուրիշ է, իսկ 9 դա լրիվ ուրիշ է, իսկ հիմա ուզում եմ անցնել մի հետաքրքիր բանի, որը ես ուզում եմ ձեզ նկարել, ցույց տալ, մի վայրկյան սպասեք, աստղաբանության հետ է կապված, բոլորի նատալ քարտի մեջ, որ նայում ենք, կա խաչ, չէ՞։ Հիմա ես նկարեմ, ձեզ ցույց տամ։
ասենք խաչը տեսնում ենք, խաչը ինչի մասին է խոսում, այսպիսի երկու նշաններ կան, չէ, և մյուսը ֆարտի նշանն է, դա կարող է մեկը լինել ձեր մայրը, ծնողներին ցույց տալիս կամ մյուսը հայրը, երբ որ կազմվում է նատալ քարտը մարդու, շատ կարևոր է, ես հիմա ձեզ մի բան ցույց տամ, այս մեջտեղում դուք եք, արևը ձեր, և այստեղ ասցիդենտը, որ սկսվում է, հա ձեր, շատ կարևոր է, որ աստղաբանները ձեզ ճիշտ բացատրեն, որ այստեղից, որ գալիս է այստեղ, յադրո է դա կոչվում, յադրո, ես դա հայերեն չգիտեմ ինչպես ձեզ ասեմ, այսինքն գրվում է ASC, չէ, հենց առաջի տունն է ասցիդենտ, ASC, ասենք, ասցիդենտը կարա լինի խոյ, առաջի տունն է, հա, և ունենք դիսցիդենտ, էլի, որը կարա մեկը լինի հայրը, մեկը մայրը, նույնը, երբ որ այստեղ խոյին, օրինակ, խոյի մոլորակը, որն է կառավարող, ավերիչ ուժը, հա, Մարսը, Արես, Աստված, և դա քո հայրն է, իսկ ղեկավար մոլորակը դա Պլուտոնն է, այսինքն Պլուտոնն էլ մայրն է, կա յան էներգիա, տղամարդու էներգիա և կա ին էներգիա, այսինքն հերթական հիմա սենց գրեմ տներով 1, 2, 3, 4, 5, 6 խառը գրեմ 9, 10, 11, 12 ասենք թե այսպես տեսնում եք, հա, խոսքի օրինակ սա ասցիդենտը խոյն է, առաջի տունը, սա տղամարդու էներգիան է, յան էներգիան, երկրորդ տունը դա ցուլն է, դա կին է, այսինքն աղջիկ է, կնոջ էներգիան, երկվոր յակը, նեյտրալ էներգիա է, այսինքն էլի, հա, սենց գնում ենք տղամարդ աղջիկ, տղամարդ աղջիկ, տղամարդ աղջիկ, որպեսզի դուք իմանաք, նաև այստեղ շատ հետաքրքիր բաներ կա, ասեցի, հա, մոլորակների հետ կապված և ուրեմն 4-ը դա մի վարքյան թվագիտության մեջ ռախուն է, ռախուն օրինակ, լսած կլինեք, աստղաբանները շատ են ասում, նաև այդ մասին խոսում են թվաբանները, մարից տեսություն, մի վարքյան սիրելի հետևորդներ, նաև լինում է, երբ որ ռախուն և կետուն են լինում, մի րոպե սիրելի հետևորդներ, այսպես, ուրեմն ռախուն էլ կետուի հետ դա մեկը հայրն է, մյուսը մայրն է, որպեսզի դուք իմանաք, որովհետև շատ մարդիկ կան, շատ այս հարցերը տալիս են, ասում են մեզ չեն ասել, միգուցե աստղաբանները սովորեցնում են, ձեզ ասում են, ամենայն դեպս ես քանի որ գիտելիք ունեմ, մի քիչ սենց մանրակրկիտ եմ ասում, որպեսզի դուք իմանաք, և մի հետաքրքիր բան ասեմ ձեզ, այստեղ դուրակ քարտից, երբ որ դուրակ քարտը, այսինքն ոչնչից ծնվել են, հա, քաոսից, նոր բան, դա երեխան է, որը ծննդաբերել են, դա ձկներն են, այսինքն դա դուրակ քարտն է, որը կապ ունի ուրանի հետ և որը կապ ունի, հիմա ես ձեզ ցույց կտամ, Նեպտունի հետ, այսինքն իրականում ոչ թե սկսվում է հորոսկոպի նշանը հենց առաջի նշանից, շնորհակալ եմ, խոյից, այլ Նեպտունից, դուրակ քարտն է, այսինքն խոսքի օրինակ, ինչ-որ մեկը գալիս է ինձ մոտ սովորելու, դա դուրակ քարտն է, հա, այսինքն դուրակը գալիս է հիմարի քարտը 0-ն, 0-ից նոր ծանոթանալու տարոյի, աստրոլոգիայի, հա, թվագիտության, սա բոլորը միասին մեծ գիտություն է, դրա համար կոչվում է տարոլոգիա,
հասկանալու, ծանոթանալու սկզբից մեծ արկաններին, ինչը դուք ոչ միտեղ այսպես մանրակրկիտ չեք լսի։ Դրա համար ինչու են ասում իմ աշակերտները խորհուրդ տալիս հենց ինձ մոտ սովորելու, որովհետև ես այս ամեն ինչը մանրակրկիտ, արխետիպները, աստվածները, բոլորը իրենց իմ հետ աշակերտներին բացատրում եմ, որովհետև սա սուրբ գործիք է եւ ամեն մարդու խելքի բանը չէ։ Հիմա ես ձեզ ցույց կտամ, հեսա դուրս եկավ 0 որտեղ մենք տեսնում ենք, հա, մեջքի ետևում երկնայինի մասին է խոսքը։ Տեսնում եք, սա արարչի մասին է խոսքը։ Մի վարքյան սրանք մի կողմ դնեմ։ Եվ սա հենց ինքը կապ ունի էքսցենտրիկ պահով, շնորհակալ եմ, մարդու մասին է խոսում։ Բավականին կարող է լինել շատ միամիտ, շատ անմեղ հոգի, բայց սիրո հարցերում այսպիսի մարդիկ ազատություն, անկախություն են սիրում, այսպիսի մարդու ոտը չես կարող կապել։ Խոսքի օրինակ, եթե ամուսնացած է, հա? 0 քարտն է, դուրակը, եթե դու ինչ-որ պրետենզիա այս մարդուն ներկայացրեցիր, ինքը մի անգամից կանհայտանա քո կյանքում։ Երեխա կունենաս, թե չես ունենա, հա? Այս հարցը ռիսկերի մասին է խոսում։ Ես այստեղ շատ եմ տեսել, հա, որ խաբեբաները խաբել էին, ասել էին հակ ունենա, այդ մարդը տենց էլ երեխա չունեցավ։ Այ իմ մոտ եկել էր, ես ասեցի, որ ինքը կունենա, ինքը ես վերջերս գրել էր, այո, ես անգամ, ինչպես ասել եք, հղի եմ, այս տարիքիս եւ մենք տեսնում ենք հակառակ էֆեկտը, հա, այսինքն այնտեղ խաբել էին, իսկ ինձ մոտ անձը ճիշտ պատասխաներ ստացել, ճիշտ է մի քիչ ուշացումով, բայց ոչ դուրակ քարտով էր իրան դուրս եկել, որ ինքը այո կունենա։ Ինձ մոտ դուրս էր եկել դուս կուպկով քարտը, աղջիկ երեխա։ Եվ ես անձին ասել էի, այսպես պետք է աշխատես դու մասնագիտորեն մարդկանց հետ, այլ ոչ թե վախացնես, կոդավորես, խաբես, մենակ փող աշխատես։ Դա արդեն ցածր էներգիայի մասին է խոսում, ոչ մի կապ չունի 2-3 G-երի հետ, անգամ։ Եվ այստեղ մենք տեսնում ենք մեծ կապ ունի նորի հետ, որտեղից ծնվում է, հա, արարիչը ստեղծել է երկինքը, երկիրը եւ այլն, եւ նորը երեխա։ Այստեղ խուրջինը, փայտի վրա, ժեզլի վրա մենք տեսնում եք խուրջինը, պայուսակը բավականին թեթև է երևում, որտեղ նա ունի շատ քիչ փորձ, այլ ոչ թե մոգի նման։ Սա սկսնակ, նոր, որ մտնում է տարոլոգիան ուսումնասիրելու, ծանոթանալու մոգի հետ։ Այսինքն, ինձ հետ, ամբողջ երկրորդը վերխովնայա ժլիցայի հետ, սենց անցումային ինքը գնում է, գաղտնի գիտելիքները ձեռք բերելով։ Ուրանը ինչի մասին է խոսում, ոսկու, ատոմնի, ядерный, հա, այդ պայթյունները, որ լինում է զենքերի, IT-ի, նորանոր տեխնոլոգիաների, իսկ դուք ում մոտ եղել եք, այդ որը տենց խափում են, իսկ դուք գոնե այսքան ինֆորմացիա կարողանում եք ստանալ, ինչ ես եմ տեսնում։ Ես անգամ այդ ժամանակ սկե աստրոլոգիա չեմ ուսումնասիրել, բայց ես փոքրուց այսին սիմվոլներով ես իրանց կարդացել եմ։ Գոնե այսքան մի փոքր ինֆորմացիա եմ տալի ունեցել եք, իհարկե ոչ։ Դե ձեզ քարտն ցույց տալիս, հա, միամիտներին պետքա ձեր թակարդը գցել, որովհետև ռիսկի եք դիմում եւ բավականին անսպասելի։ Օրինակ ինձ մոտ այս քարտը շատ աշխատել է իմ 29 տարվա մեծ փորձից, տարիքով անձ է եղել հիվանդ, հա, ես ասել էի, որ անկանխատեսելի է լինելու, որովհետև ես անձին տեսնում եմ կոմայի մեջ, այդպես էլ եղել է։ Եղել է, որ ասել եմ, անսպասելի է լինելու իրա գնալը, հա, այդպես էլ եղել է։ Ինքը իմ մոտ կոնկրետ աշխատում է, լյուբոյ քարտ, տարո քարտերից, որովհետև ամեն մեկը մեծ ուժ ունի։ Տեսնում եք, սա Յուպիտերն է։
որը եթե դու ինչ-որ գործեր արել ես, շատացնում է պրոբլեմներդ, իսկ եթե լավն ես արել, քեզ վարձատրում է, ավելի է շատացնում։ Հասարակ մի բան, կապ ունի ճակատագրի հետ, կապ ունի խաղամոլության հետ, սիրելի հետևորդներ, ժամանակ առ ժամանակ սիրելիի հետ, հանդիպումների հետ։ Եթե լուրջ մտադրություն, միգուցե դու ես համարում, հա, որ քո ճակատագիրն է, այստեղ կարմիչսկի է գալիս կապը։ Այսինքն, դրանից ավել բան չպետք է ուզես դու քո պարտներից։ Ասենք, դուրս է գալիս որպես խարակտերիստիկա, ինչպիսի մարդ է, հնարավոր է անընդհատ ճանապարհներին է, մեքենա ունի, իհարկե, ակն է, ամեն մարդ չի, որ տեսնում է, դա ես եմ տեսնում։ Այսինքն, որովհետև դու պետք է պայծանատես լինես, որ դու այդքանը տենաս, այդ ինֆորմացիան ունենաս, տաս, հա։ Ստեղ մի հետաքրքիր բան կա, որը դուք պետք է ուշադրություն դարձնեք։ Եգիպետի, տեսնում եք, նշանը, արձանը, սեթն է, ինչից է խոսում։ Մյուս ուրեմ սովորական տարոների մեջ դա կրակածիլի նման մի բան է։ Մարդ, ով շատ լավ գիտի, ինչպես հիանալի, մի փոքր խորամանկորեն իր իրավիճակը, հա, ֆարտը իր կողմ գրավի։ Հասկացաք հիմա։ Իսկ ես տեսել եմ մի հատ պարավ տատիկ, ասում էր, հա, ժամանակին ես եկեք, քո վրա թուղթուգիր կա, հերիք չի մարդկանց խաբեք, տենց կոդավորեք, ինչ կապ ունի թուղթուգիրը այս քարտի հետ, հա։ Ինչ ժամանակ, ինչ թուղթուգիր, դուք ձեր ասածներին հավատում եք։ Ժամանակ առ ժամանակ կարար լիներ ժամանակ բառի հետ կապված։ Խոսքի օրինակ, մարդ ինչ բնավորության տեր է, ժամանակ առ ժամանակ այս մարդուն չես հասկանում, հա, միստիկա կա մեջը։ Կարող է տարբեր տրամադրություններ ունենա, մեկ տրամադրությունը լավ է, մեկ էլ փոխվում է, չես հասկանում ով այս մարդ։ Դա ինչ կապ ունի թուղթուգրերի հետ, որ մարդկանց տենց խաբում եք։ Հասարակ ես ձեզ սենց խառը բացատրում եմ։ Չետվյորկա միջեյը ցույց տամ ձեզ, որը ես նկատել եմ, մեկը կար մոտս ուզում էր սովորել պասլապարի։ Եթե խոսքի օրինակ այս քարտն է, կա ձեր վրա թուղթուգիր, ոչ, մաքրման պրոցեսը գնացել է, զրոյացել է, հիմա նոր էներգիաներ են քեզ գալիս, միր քարտն է։ Իսկ եթե դուք տեսնում եք, ձեզ ասում են, չէ, ես ինչ ես խոսում, քո վրա թուղթուգիր կա, պետք է արագ անվի, զրոյաց, այս հենց կարող է ձեզ խաբեն, ուրեմն այդ մարդուց փախեք։ Կա ձեր վրա, այտենց գործերի հարկի ոչ, ստեղ ձեր աչքը ձեզ կարող է կպնել։ Պարզ բացատրում եմ ես ձեզ, որպեսզի հասկանաք այդ դեբիլների ձեռ լարվերի կերը չդառնաք։ Այսինքն, ոնց կարաք դուք ձեզ աչքով տաք, հələ մի բանը չեղած հայտարարում եք, հետո դա չի ստացվում ձեզ մոտ։ Նաև, թեկուզ եղել է, պետք չէ շատ մարդու մոտ գովեք, որովհետև այս մարդկանց մեջ ամբողի կարող են լինել այնպիսի մարդիկ, ում դուրը կարող է չգալ և դուք կարող եք թշնամիներ ձեռք բերել, նրանց աչքն էլ կարող է ձեզ կպնել և սկսեն ձեզ վատություն անել։ Էդխի ինքը տենց, իսկ ինձ ոչ։ Հիմա հասկացաք, հաջորդ քարտը, ասենք թե մարդու է բնութագրումով այս մարդը, բոմժի մասին է խոսում, ով չունի հոգևոր ոչ մի արժեքներ, տալիս է Աստծո անուն, եկեղեցին տեսնում եք ինչքան հեռու է, ասկի ուշադրություն էլ չի դարձնում։ Դրա համար այդ մարդը իր կյանքում լիքը կարմա է աշխատել, աբիժնիկ, սիրում է մարդկանց ժերտվա խաղալ, մարդկանցից օգտվել, չարաշահել մարդու բարիությունը զոհ խաղալով, այդ թե ով է ինքը, դատարկություն, ոչինչ, ոչնչություն։ Իսկ եթե լավ անձնավորություն է, մի անձավ չի կարողանում մերժի բոլորին, դրա համար չի գնահատվում։ Խի, որովհետև բարիությունը չարաշահում է։ Սենց մարդու հետ պերսպեկտիվա կա հարաբերությունները,
Ոչ, պարտնյորը չի տեսնում էստեղ, ոչ մի պերսպեկտիվա։ Եվ այսպիսի մարդկանց կյանքում, ովքեր չունեն հոգևոր ոչ մի արժեքներ, պուստոյ մեստը, տենց են ասում, դատարկություն, հա, այսպիսի մարդիկ ծանր հիվանդանում են, սա մի էգրեգրա, մի մարդիկ են, ինչը ցավի հետ կապ ունի, ինչը աղքատության հետ կապ ունի, լացի հետ կապ ունի, հեռու մնացեք այս մարդկանցից, սենց ասում, քարտ։ Հաջորդը, կա վրա տարված մոգական գործողություն, այո, այսինքն կրադնիկի մասին է խոսքը, գողացել են քեզանից, տարել են հաջողությունը, զոհ խաղալով, իսկ դու մնացել ես այդ կեղտոտ էներգիայից չգիտես ինչ անես։ Ռասորկա է կոչվում, որ բաժանում են ամուսիններին, սիրելիներին, սենց թանկ ինվորմացիա, որևիցե մի տեղ, լսել էիք, իհարկե ոչ, դրա համար պետք է լինել խելացի և դիմել իրական մասնագետներին, ովքեր ձեզ սենց պարզ ցույց են տալիս իրականությունը, որը ամեն մի մարդու դուր չի գա։ Մի հետաքրքիր բան ցույց տամ, արև քարտը, որտեղ դες խափում ասում են նվեր եք ստանալու, հա։ Արևը կապ ունի ջերմության հետ, մարդու էգոյի հետ, տղա երեխայի, հա, կարող է այնքան լավ սովորի, որ գովասանքի հետ, մի մարդու հետ, օրինակ բնութագիրով շատ էգոիստ է, ինչ-որտեղ անամոթ է, նաև արևը կապ ունի ինչ-որ ինվորմացիայի հետ, որը փակել էլ չեր լինի, հա, ժրիցան, խոսքի օրինակ հղիություն, որը փակել չեր լինի, հղիությունը դա ժրիցան է, որը գաղտնի էին պահում և արևը արդեն տղա երեխան ծնվում է, դա չեր լինի պահել։ Մի րոպե։ Կստացի, աբիժնիկների քարտը նաև սա է, ովքեր իրենց կյանքում ոչ մի բան չեն հասնում, բոլորին մեղադրում են բացի իրենցից, աբիդա, աբիժնիկ։ Ես այդ քարտն էլ ձեզ ցույց կտամ։ Արևը։ Արևն էլ է շատ կարևոր, կան չէ, ես ասեր մարդիկ, ովքեր ես, բայց իրականում, այսինքն իրենք, եթե այդ բառը տեսնում եք, շատ եք օգտագործում, խոսքի օրինակ, մի բառ օգտագործում եք, իրանք անընդհատ ես, կամ ես ինչ բանը դու ունես, ես էլ ունեմ, այսինքն աբիժնիկ մարդիկ են դրանք, իրանք փորձում են իրանց չեն նայում, որ իրանց այդ էգոն վնասում է մարդկանց, ցավապաճառում մարդկանց, այսինքն այդ մարդը բացասական է օգտագործում իրան արևը, մեկ թվանշանը, որովհետև արևը նաև կապ ունի մեկ թվի հետ, մեկ վիբրացիայի հետ, հիմա ձեզ ցույց կտամ, հետաքրքիր ստեղ պոզիցիաներ կա, որը ես կցանկանայի ձեզ հետ հեսա, սա և լուսինը եկեք դնենք, խոսքի օրինակ, ամուսինը ստեղ, դավաճանել է կնոջը, փակա ինվորմացիան չգիտի ինչ-որ մեկը հայտնվել է, հա, բայց ստե սիրուհին հրիացել է, ինվորմացիան փագա պահում, իսկ սա արևն է, հա, ուշ թե շուտ այդ ինվորմացիան դուրս պտի գար, ինչա ունենում տղա երեխա, տեսնում եք, այսինքն մի շատ հետաքրքիր նրբություն ասեմ, որը ոչ միտեղ չեք լսի, 18 թիվն է, արդեն հանդիպել են, բնական է, եթե հղիացել է, ստեղ խոսում է 9 ամիս հետո սիրուհին, վերջապես երեխան լույս աշխարհ է գալու, տղա երեխա, իմ հետ այսինքն խոսում են տարոք քարտերը, իսկ ամեն մարդու մոտ դու ոնց կարաս ձեզ բան տենաս, ինքը պետք է իրոք իմ նման մասնագետ լինի, հիմա հասկացաք, իսկ ձեզ կարող ասենց նայեն, ուրիշ բան ասեն, խոսքի օրինակ շատ եմ տեսել, ասեն գիտես ինչ կա,
Եթե ամուսնացած չի խոսքի օրինակ, հա։ Քեզ դավաճանելու է, արևը ընդհանրապես չեն հասկանում ինչի մասին է խոսքը։ Ամեն մեկը իրար մի ճանապարհով եք գնալու։ Այս 3 պոզիցիա լրիվ ուրիշ բան են ասում։ Կամ քեզ թուղթուգիր են արել։ Դրանք կոչվում են կոդավորողներ, լյարվեր։ Մաքուրա թե չէ մարդը, կա մոգական գործողություն, ոչ։ Սա խոսում է լույսի մասին, մարդու էներգիայի մասին, որը տենում են համովա, փորձում են կոդավորել։ Հիմա հասկացաք։ Որտեղ խոսում է ջերմության մասին, եթե եղել է մարդը մաքրվել է, կամ ընդհանրապես հումորով է նայում տենց բանին, ժպիտ, ով ունի բավական գեղեցիկ ժպիտ։ Սենց մարդկանց ասում են լույս է տալիս մեզ, որ մտնում է ոնց որ կոլեկտիվ, հա, ոնց որ զաժիգալ կա լինի, որ վառում ես, լույս տա մարդկանց, ջերմություն տա մարդկանց։ Սա ինչ կապ ունի թուղթուգրի հետ, որ ձեզ ասում են, կամ նվերի հետ։ Ոչ նվերի հետ կապ ունի, ոչ էլ թուղթուգրերի հետ։ Սովորեք հարգելիներս, որպեսզի ձեզ չխաբեն։ Կա ձեր վրա թուղթուգիր։ Ավելի շուտ ստեղ կա տոհմից եկող, կամ ինչ-որ մեկը կարմա է աշխատել, ձեր տոհմի մեջ, կամ աբորտներ արել, այսինքն, ինչպես եմ ես իմանում աբորտ, փորի մեջ, պորտալարից կախված է երեխան, աբորտ արել, աբորտ անող է եղել, դրա համար ցեղի մեջ ինչ-որ մեկն անմեղ տուժվում, մաքրում, հասկացաք, դեպք կար, կհիշեք, բյուրովեցում, երբ որ ես կին կար, հա, նկատեցի իրա տղաների մահը, այս քարտներ դուրս եկե, 12-րդ արկան, որտեղ ես ասեցի, որ այո, նաև ձեր ցեղի մեջ կա մարդ, ով միգուցե կախել է իրան, սուիցիդալ մտքերի մասին է խոսքը։ Ուր է սիրելիդ։ Ինչ-որ մեկի հետ, որ հարաբերություններում է հիմա, այնտեղ բավականին երկար ժամանակ կախվել է այդ հարաբերություններից։ Գալու է, չի գալու, անհայտ է դեռ։ Դրա համար հարգելիներս, դուք եթե ոչ սովորական մարդիկ եք, տարբերվել եք հենց փոքրուց մյուսներից, հունվարի ամսվա հունվարից սկսվում է, հիմա հələ դասավանդում եմ, մի քանի 2 ամիս դեռ ունենք։ Կարող եք հերթագրվել ինձ մոտ ճիշտ ընկալելու, գիտելիք ձեռք բերելու եւ բացվելու այս սուրբ գործիքի գաղտնիքները։ Տարում կարող է լինել ձեր կյանքում, սիրային հարցերում, թվագիտության հարցում, բոլոր սֆերաներում մեծ օգնական, որտեղ դուք կարաք ինչ-որ իրավիճակները, չգիտեք ինչպես, հաղթահարել, ինչպես դուրս գալ, հարցը ուղում եք, ստանում եք հարցի պատասխանները։ Դա այդքան էլ դժվար չի, ինչքան դուք եք մտածում։ Ընդամենը ճիշտ գուրու, իմ նման վարպետապետ, ով էփված այս ամեն ինչի մեջ։ Եղավ սիրելի հետևորդներ, ես մեր հայ ժողովուրդը չեմ ուզում ընկնի այդ լյարվերի ձեռքը խաբեբաների, մեծ գումարներ անիմաստ ծախսեք եւ առանց հասկանալու, որ այդ մարդիկ իրոք չունեն գիտելիք, անգամ չգիտեն, որ Վեներան ռետրոգրադա, տեղյակ չեն, 0 պուստոյե մեստը, գործ են անում ենքան, որ ասում են արեցինք գնա, ու տենում եք չկա, զանգում եք սև ցուցակ, ճիշտ եմ ասում, իհարկե ճիշտ եմ ասում, Ինարա Գրիգորյանը ում է գցում սև ցուցակ, գցում է, այո, ասեմ ում, ովքեր չեն գնահատում իմ աշխատանքը, ովքեր նախորդ, որ ինձ դիմել են, ես աշխատանք պետք է տանեմ, համբերություն է, հա պետք դրա համար, նախորդ ասում են, եթե տենում եմ չէ, եսի տուպոյա, ստիպված ես, ինքը հասկանալով, որ դու աշխատում ես բավականին լայնածավալ կոլեկտիվի հետ, նստածա քո
Արունը ուզում է խմի, էլի։ Դες բաները մի մոռացեք, ես տեսնում եմ հարագելիներս։ Այդ էս մարդկանց 100% սև ցուցակ եմ գցում։ Չգնահատվելիչ նկատի ունեմ, երբ որ ես աշխատանքը տանում եմ, այդ մարդը մանիա ունի, չգիտես ինչու գնում այն մեկի մոտելի, սովորել է, այսինքն, այտենց մարդիկ սովոր են, հետո էլ ասում են ինձ սև ցուցակ ա գրել, աշկդ եմ հանել, բա գնահատեիր։ Հետո գալիս են, խնդրում են ձեզանից լավը չկա, ես ասում եմ ցտեսություն, իմ մոտը տենց է, ես որ թքեցի, իմ թքածը երբեք չեմ լիզում։ Դա ուզում է ուզում է ցավ պատճառի։ Ես էլ այդպեսին եմ։ Ինչ չեք կարող փոխել, ոչ էլ իմ կարծիքը։ Եղել են մարդիկ նաև, ովքեր փորձել են իմ հետ մոտիկություն անել, հա։ Ինչ որտեղ էր հրավիրել։ Ընդունել եմ առաջարկ, իհարկե ոչ։ Մարդիկ կան ընդունել եմ, օրինակ Անին Սարիբեկյան, այո, իսկ մարդ էլ կա չեմ ընդունել, ինչու, որովհետև ես հեռում արդեն տեսնում եմ, թե ինչ է լինելու այդ մարդը ինչի է ունակ, իզուր չի իմ թիվը 18, 8 թիվը պատժող թիվը, հասկանում եք, կարմիչսկի մի բան արեցիր, ես էլ չեմ խոսում, իրա գործը 8 թիվը Սատուրնը, հետադարձանում է, բավականին մեծ ուժով, այդ դրա համար ես էլ առաջվա նման էմոցիոնալ ոչ պատասխանում եմ, ոչ էլ, վնգունները ես լսում եմ, իմաստ չունի, ինչ որ բան անես մեկի վրա, ինչ անես, ինչ չանես, հասկացաք, շատ կխնդրեի, ասեք նոր գործ եմ սկսում, ինչ կլինի, նոր գործ է սկսում, ինչ կլինի, վճարիկ իմանաս ինչ կլինի, ես անվճար ոչ մեկի համար չեմ աշխատում, կարծում եմ հասկացանք իրար, իսկ ինչպես դա կարող է տեղի ունենալ, ովքեր որ էստեղ ինձ հարցը ուղել են, խնդրեմ, ես ունեմ իմ անձնական էջում էստեղ տիկտոքում, իմ WhatsApp-ի կոնտակտը, նաև Telegram, կարող եք այնտեղ գրել, ձայնային հաղորդագրություն թողնել, թե ինչ հարցով եք դիմել, խնդրեմ, ինչպես իմ բոլոր հետևորդները, իսկ իմ հետևորդներից ոչ մեկ լավը չլինի, ցանկանում ես մի բան ստանալ, դրա համար պետք է վճարես, որովհետև իմ ժամանակը բավականին թանկ է ինձ համար, ես միշտ ակցենտ այո, դնում եմ, վճարելու վրա, այո, ինչու, որովհետև ես բավականին մեծ գումարներ եմ ծախսում, ինքս էլ, եթե ուզում եմ մի հարցի պատասխան ստանալ կամ թեկուզ սովորել, բա ժամանակ ենք վատնում, սիրելիներս, կյանքն է այդպիսի, դուք էլ, եթե ինչ-որ մասնագիտություն ձեռք եք բերում, դուք էլ պետք է ակցենտը անեք, չի կարելի անվճար ինչ-որ մեկի համար աշխատել, կարող են տուժվել ձեր հարազատները, ձեր տան կենդանիները և այլը, իսկ անվճար միայն որտեղ է լինում բանիրը, առնետի թակարդում, կարծում եմ հասկացանք իրար, այսքանով ես կավարտեմ, որովհետև այս տեսանյութը ես պետք է դնեմ նաև իմ YouTube-յան էջում, զագրուս կալինի, իմ հետևորդներն ենտեղ սպասում են, այսքանով ես կավարտեմ, իսկ եթե կցանկանաք հասկանալ ինչպես մաքրեք այդ կարման ձեր, հա, թվի և այլը, դա բավականին մեծ աշխատանք է, դա մի օրվա աշխատանք չէ, թվերը տալիս եք, ես կազմում եմ այդ ամեն ինչը, հետո երբ որ մենք միանում ենք ձեզ հաջորդ օրը, արդեն բավականին շատ հարցեր ձեր համար պարզադառնում, ես էլ ասեմ իմ մոտ ինչիս սես չէր լինում, անենց էր լինում, կամ էսին սենց չի անենցա, շուտ պետք է մտածեի անել, նույնը կապված ֆինանսների ձեր կոդի ակտիվացում, էլի ինձ մոտ կարող եք իմանալ ինչպես հաջող ձեր այդ թվերը 4 բավականին ակտիվացնել ձեր համար, դա տևելու է ձեզ մոտ 3 ամիս, ամեն ամիս մի գործ պետք է անեք ձեր թվերի հետ կապված, որպեսզի ստացվի, արի մոտս, եղավ սիրելի հետևորդներ, այսօր այսքանը, արի մոտս, արի հոմով աղջի, մեր յուպի նայեք է, այսօր այսքան լավ եղեք, ինչ իմ հաջորդ թողարկում, ցտեսություն։